Երեխեք լրիվ են։ Շատ բաց է։ Փառք Աստծո։ Շնորհակալ ենք Աստված օրհնի բոլորիդ։ Ձեր բոլորի տուն տեղ Աստված օրհնի։ Եկել ենք Տիրոջը փառավորելու, Աստված այս մեծ հնարավորությունը այսօր էլ ամես տվե։ Մեր սրտերը բացենք Տիրոջ առջև, մեզ սիրողի առջև, մեր համար հոգարողի առջև։ Ես կարդամ 40 Սաղմոսի 16 խոսքից եւ կաղոթենք։ Ամեն քեզ փնտրողը քեզանով թող ցնծա եւ ուրախանա։ Քո փրկությունը սիրողները ամեն ժամանակ թող ասեն մեծ է Տերը։ Ամեն իր փրկություն սիրողները ամեն ժամանակ ասենք Տերը մեծ է, որ մեր մեջ է, որ մեր Տերն է, որ մեր Աստվածն է, որ մեր համար հոգ անում, մեր քնելն ելնելը պահում է, մեզ կերակրում, հագցնում, տաքացնում է։ Մեր շնորհակալություն հայտնենք այսօրվա այս հնարավորության համար, աղոթ կանենք պաշտամունքի բոլոր ընթացքի համար եւ այս երեխեքի համար, որ Աստված այս բալիկներին տվել է։ Սիրելի Հայր, մենք շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք այսօրվա այս մեծ հնարավորության համար, որ դու տվել ես մեզ նորից։ Մենք ընդունում ենք քո օրհնյալ ձեռքերից, ընդունում ենք քո վերքերից, որ հանուն մեր սիրո համար քո օրհնյալ ձեռքերը տարածեցիր, հանուն մեր սիրո համար թույլ տվեցիր ամեն բան, որ մենք ապրենք ու քեզ փառավորենք, որ մեր հավիտենականությունը քո հետ անցնի, Տեր Աստված։ Փառք է, շնորհակալ ենք, Հայր հավիտենական, մեր Աստված, մեր Փրկիչ, մեր Արարիչ Աստված։ Աղոթում ենք, որ դու օրհնես այսօրվա տերունական պաշտամունքը, օրհնես փառաբանության խումբը, օրհնես խոսացող եղբայրներին, օրհնես տերունական ընթրիքը Տեր Աստված, քանի անգամ որ ուտենք, խմենք, քո այրանը մարմին հաղորդենք, քեզ փառավորենք։ Սիրելի Հայր, օրհնի ամեն եզդրներից ներս մտնողներին, ամեն ելնողներին, Աստծո խաղաղությունը բոլորը թող առատորեն լինի, Հիսուսի Քրիստոսի օրհնությունը քո ժողովրդի վրա լինի։ Նաև աղոթում ենք այս մանուկների համար, Տեր Աստված, որ դու օրհնես այս մանուկներին, օրհնյալ ձեռքերը թող այս մանուկների վրա լինի, թող խաղաղությունը թող այս մանուկների մեջ լինի։ Հիսուսի անունով ենք խնդրում, Տեր Աստված, օրհնի պահի աշխուժը, օրհնի զորացումը, Հիսուսի Քրիստոսի անունով, Տեր Աստված, փառք ես, օրհնյալ ես դու, թող քո տան մեջ մեծանան, թող առողջ լինեն, թող ամեն օրվա փորձանքներից միշտ հեռու լինեն, Տեր Հիսուս Քրիստոս, ապագա քո անունը դավանող քո վերքերը փառավորողները լինեն։ Կրկին օրհնի պաշտամունքի ընթացքը, օրհնի փառաբանության խումբը, օրհնի ամեն եղբորս, որ կանգնի այստեղ ծառայություն մատուցանելու, օրհնի բոլոր ժողովրդին, որ ներս եկան Տեր Աստված, հիշի բացականերին, հիշի ուղի եթերով մեզ հետևողներին, դու փառավորվի, որին արժան ես։ Հայր որդի Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, եւ մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք էլ կներենք մեր պարտականներին, մեզի փորձության մի տանիր, ապա չարից մեզ ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հավիտյանս հավիտենից, ամեն։ Տեր օրհնի, երեխեք ջան գնացեք, Փառք Հիսուսին, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելիս կարամ քաջալերեմ քեզի այսօր, որովհետև հեշտ է փառաբանել, չէ, Տիրոջը, երբ որ աղոթքդ պատասխանվում է, չէ, երբ որ ամեն ինչ հրաշալի է գնում, կարծես ավտոմատիկ արձագանք է գոհանալը, բայց գիտեմ իրավիճակներ կան կյանքի, չէ, որ դժվարություն, նեղություններով եք անցնում, կարող է նույնիսկ ցավ ունես մարմնիդ մեջ, կարող է թվա թե իրավիճակի մեջ ես ու պատասխանը չի էլ երևում, բայց Տերը ասում է շարունակական թող քո շուրթերից փառաբանություն ու գոհության զոհ լինի, ամեն։ Սիրելիս քաջալերեմ այս երգերի ժամանակ ուղղակի միտքդ ուրիշ տեղեր թող չցվրվի, ամեն, բեր Հիսուսի վրա ու սկսի գոհանալ նրանից։ Շնորհակալ եմ, որ դու իմ հետ ես, Տեր, նույնիսկ այս իրավիճակի մեջ։
Շնորհակալ եմ, որ դու ես իմ խաղաղությունը։ Շնորհակալ եմ, որ դու ես իմ բժշկությունը։ Շնորհակալ եմ, Տեր, որ դու ես պատասխանը իմ աղոթքի։ Սկսի գոհանալ ուղակի եւ հանգստացի նրա ներկայության մեջ։ Եվ կտեսնես Սուրբ Հոգին եւ Տերը քո կյանքի մեջ ինչպես է գործում։ Ամեն։ Դու գոհացի այն բանի համար, որ չես տենում։ Եվ միշտ դու գոհանաս, Տերը տեսնում է, նկատում է դա, գիտես։ Ուրախ հաղթություններին փառաբանելը լավ է, բայց երբ որ տենում է դու քո նեղության ցավի մեջ փառաբանում ես, ավելի է նա տենում ուշադրություն դարձնում, սիրելիս։ Ամեն։ Եկեք գոհանանք ու փառավորենք մեր Աստծուն։ Հալելույա։ Փառք Հիսուս։ Time.
կարիքն ունեմ Սուրբ Հոգի I need you Holy Spirit Ես ուզում եմ քեզ Սուրբ Հոգի քո կարիքն ունեմ իմ կյանքի մեջ Ով Սուրբ Հոգի Ալի Սուրբ Հոգի իջիր իմ վրա իմ կյանքի մեջ դու գործիր Այո Սուրբ Հոգի արի իմ կյանքի մեջ դու գործիր Ես քո կարիքն ունեմ այսօր Ես քո կարիքն ունեմ այսօր Hallelujah Thank you Holy Spirit for your sweet presence Minister to our hearts Տեր դու սուրբ ես Սուրբ ես Սուրբ ես
Շնորհակալ ենք հավիտենական Աստված քո ներկայության համար, քո օրհնության համար, քո մեծ սիրո համար, որ այսօր մեկ անգամ եւս համոզում ես մեզ, որ դու սիրում ես մեզ, Հայր, եւ մեզ հավաքել ես, որպեսզի այսօր կերակրես եւ քո սուրբ սեղանից բաժին հանես, օրհնյալ ու փառավոր Աստված։ Դու սուրբ ես հավիտյանս հավիտենից։ Շնորհակալ ենք քեզանից, օրհնիր մնացած ժամերը խաղաղությամբ առաջնորդիր, օրհնիր քո խոսքդ եւ նաեւ քո ժողովրդի ականջբաց լսելու, վերցնելու եւ ապրելու քո խոսքիդ մեջ։ Հիսուսի սուրբ անունով ենք խնդրում, որ փառավոր ես հավիտյանս։ Ամեն։ Ամեցեք նստեք։ Շնորհակալություն։ Բարդանք մեր Աստծուն սիրելի եղբայրներ եւ քույրեր այսօրվա համար այսօրն էլ Տերն է ստեղծել, որպեսզի մենք ցնցանք եւ իր առջեւ ուրախ լինենք։ Այդ ցնցալը չգիտեմ ինչ ձևով է արտահայտվում, բայց որ ուրախ ենք, դա հաստատ ուրախ ենք։ Ուրախ ենք, չէ՞։ Տեր օրհնի ձեզ, ուրախների Աստված օրհնի։ Ովքեր որ համաձայն չեն, երևի վերջում կհամաձայնվեն։ Այսօր ես մի քիչ տենց մի քանի մտքի վրա կուզենամ խոսալ, որտեղ երկրորդ մասում աղոթության ավակույթ ունենք Տիրոջ սեղանից մասնակցելու։ Թե ինչի այս խոսքը ուզեցի այսօր փոխանցեմ վերջում ամենևս մեր համար կտեսնենք արդյոք այսօրվա համար հարմար էր թե ոչ։ Դրա համար կարդանք Սուրբ գրքից երկրորդ Տիմոթեոսի 4-րդ գլուխ առաջի համարից մինչև 8 համարը ուշադիր լսենք խոսքը Կվկայեմ Աստծո առջև եւ Հիսուս Քրիստոսին որ պիտի դատե կենթանիները եւ մեռելները իր հայտնվելուն եւ թագավորության ժամանակումը Խոսքը քարոզիր մտադրությամբ գործիդ պարապիր ամեն Ատենեն ու ատենեն դուրս հանդիմանիր, սաստիր, հորդորիր, ամենայն երկայնամտությամբ և վարդապետությամբ, որովհետև ժամանակ պիտի գա, որ առողջ վարդապետությունը պիտի չընդունվի, հապա հաճելի բաներ լսելու մարմանջով իրենց ցանկություններուն համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց, և ճշմարտությունեն ակարներին պիտի դարձնեն ու առասպելներու ետև պիտի մոլորվին, Բայց դուն ամեն բանի մեջ արթուն կեցիր, նեղություններու համբերե, ավետարանչի գործը, քու պաշտոնդ կատարե, վասնզի ես արդեն զոհ լինելու նվիրված եմ, եւ իմ մեկնելուց ժամանակը հասել է, բարի պատերազմը պատերազմեցա, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, սրանից հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցանե ինձի այն օրը, ոչ միայն ինձի, հապա այն ամենուն, որ սիրեցին նրա հայտնվելը։ Հետարքիր է այն մարդիկ, որոնք որ այս աշխարից պիտի հեռանան, մեծ իմասամբ մեր հայերը իրենց զավակներին պատգամ են թողնում։ Կանչում են զավակներին, կնոջը, եթե ամուսիննա, եթե չէ, կինը ամուսնունա կանչում, մոտիկներին և խորհուրդ են տալիս, ինչպես ապրեն իրանցից հետո, հաշտության, խաղաղության, կոչեր են ուղում իրար, ներողություն են խնդրում մեկը մեկելից, բայց տեսնում եք Պողոս առաքյալը իր ուշադրության կենտրոնում ոչ թե հարազատ բարեկամ, այլ եկեղեցին է։ Եթե այդքան ժամանակ կարդացել ենք ու տենց ենք մտածել, շատ լավ է, որ տենց ենք մտածել։ Բայց այստեղ տեսնում ենք իր ամենամեծ անհանգստությունը, որ իրանից հետո եկեղեցին առողջ լինի։ Եկեղեցու ընթացքը ճիշտ լինի, վարդապետությունը ճիշտ պահեն, հավատարմորեն ծառայեն Աստծուն եւ Աստծո ժողովրդին, որպեսզի իրանից հետո բաժանություններ, կռիվներ, ղալմաղալներ չլինեն։
Տեսեք էլ մեր ու իր միջև եղած տարբերությունը ինչու՞ն է կայանում։ Հիմա կարող է որոշներս ասենք, դե ինքը ընտանիք չուներ կամ ինչ որտեղ հարազատություն չուներ, դրա մասին մենք չգիտենք հարազատություն ուներ թե չուներ, բայց այստեղ շեշտը դրվում է մարդկանց ընտանիքի եկեղեցու մեջ եղած մարդկանց ուշադրության կենտրոնը որտեղ է։ Մեր ուշադրության կենտրոնը որտեղ է։ Մերն է, մեր սեփականը, մեր ունեցվածքը, մեր հարազատները, թե եկեղեցին։ Եվ ինչ չափով է եկեղեցին։ Այս հարցը կուզեմ, որ մենք մի փոքր սրա վրա ոչ թե փոքր, այլ լուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև միշտ ասվել է եւ Աստծո խոսքը մեզ տանում է դեպի դրան, որ հոգեվոր մարդիկ ավելի հարազատ են, հոգեվոր քույրը, եղբայրը ավելի մոտիկ է, քան թե մարմնավոր։ Միշտ այս համեմատությունները մենք արել ենք ամենից առաջ եղող սերունդը փոխանցել է մեզ, մենք էլ փոխանցել ենք մեր հետագա սերունդին, բայց մեր կյանքը ինչ որտեղ չի համընկնում դրան։ Ինչ անենք, ո՞նց անենք։ Աստվածաշնչում գրված է, որ հայրերը իրանց խորհուրդը, իրանց օրհնությունը տալիս են իրանց զավակներին եւ սերունդը շարունակում են իրենց զավակները։ Չէ, ասենք, տես որ նայում ենք սերնդափոխությունը, մենք պարզ տեսնում ենք, ինչպես ասենք խոսքի Աբրամը օրհնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, ուզեց շարունակաբար եկավ։ Եվ մեր ազգի մեջ, ոչ միայն մեր ազգի մեջ, այլ նաև շատ ազգերի մեջ այս փոխարինելու, այս, չգիտեմ, սովորություն ասածը սխալ կլինի, բայց այս կարգը պաշտպանվել է։ Ասենք, թագավորների ժամանակ թագավորների սերունդները փոխարինում են իրենց զավակներին։ Հայաստանում այդպես նայենք, էլի այտենց էր փոխանցվում թագավորական սերունդը, փոխարինում իր սերունդին էր փոխարինում թագավորությունը։ Ռոմանովների կայսրությունը 300 տարի այտենց փոխանցելով եկան մինչև հասավ Նիկոլայ II։ Մի խոսքով ասացեն է, որ սրանք վերցված են ավետարանից, Աստվածաշնչից են վերցրել։ Եվ մենք Պողոս առաքյալը այստեղ, ասենք, այս հոգու մեջ գտնվելով ինքը աստիճանաբար փոխանցում է եկեղեցու կառավարումը անհատ մարդկանց։ Այստեղ, ասենք, Տիմոթեոսին է փոխանցում, որպես հավատարիմ մեկը։ Տիմոթեոսին համարում է հավատարիմ մեկը, որովհետև Սուրբ գրքում գրված է եւ ասում է, որ քեզնից հավատարիմ մեկը չգտա, որտեղ բոլորը իրանցն են փնտրում եւ ոչ թե Աստծունը։ Այսինքն բանից պարզվում է, որ Տիմոթեոսն էլ էր Աստծունը փնտրում ավելի շատ, քան թե իրենը։ Դրա համար Պողոս առաքյալը հանձնեց, կարծես թե այս տաֆետը հանձնեց Տիմոթեոսին եւ խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է վարվի Աստծո ժողովրդի հետ, որ խոսքը պետք է քարոզի։ Այսօր, եթե նայում ենք Պողոս առաքյալի թղթերը, մեծ իմաստամբ եկեղեցիներին է ուղված խրատները, խոսքը, հանդիմանությունը կամ հորդորները եւ որոշ նաեւ Տիմոթեոսին, Տիտոսին, Փիլիմոնին մենք այսօր այս երկուսն էլ վերցնում ենք եւ անհատ խրատներն ենք վերցնում եւ եկեղեցուն ուղված խրատներն ենք վերցնում։ Սա մեզ համար շատ կարեւոր է, որ մենք վերցնենք եւ օգտագործենք ու ապրենք դրա մեջ։ Ասում ենք խոսքը քարոզիր։ Մենք այսօր խոսքը քարոզում ենք։ Հիմա մենակ քարոզիչները չեն, որ քարոզում են խոսքը։ Ամեն անհատ, երբ որ վկայում է մեկին, սա էլ քարոզ է։ Ինչ է վկայում։ Վկայում է Քրիստոսի բերած կյանքը, Քրիստոսի ներումը, մեր համար խաչվելը, մի խոսքով Քրիստոս են քարոզում։ Եվ մենք կարծես թե այդ պատվերը բոլորս չի որ կատարում ենք, որովհետև շատ ժամանակ ասում ենք, դե հարմար չէր, որ ասեինք, դե մի հարմար պահ կլինի, ստեղ ասում են ժամանակից ու ժամանակից դուրս, այսինքն քարոզելու համար ժամանակ չկա։ Այդ պահը, որ եկել է, դու պետք է ներկայացնես եւ ներկայացնես այնպես, որպեսզի մարդուն ընկալելի լինի, մարդուն ընդունելի լինի։ Շատ ժամանակ մարդիկ եղել են, որ մարդկանց վկայել են դատապարտության համար,
որ ասենք թող խոսքն իմանա, որ սխալ ապրի, դա պատասխան տա։ Էսի քարոզության ձև չի, էսի ուղղակի ողակալության նման մի բան է։ Այսինքն ամեն բան պիտի անել Աստծո ուզած ձևով, Աստծո սրտի համեմատ։ Եվ այդ գործիդ պարապիր ժամանակին եւ ժամանակից դուրս սաստիր, հորդորիր ամենայն երկայնամտությամբ եւ վարդապետությամբ։ Մենք շատ ժամանակ որոշներս, բոլորս չէ, ինչ որտեղ ավելի մեղմ բառեր ենք ընտրում, մեղմ մտքեր ենք ընտրում, որովհետեւ մտածում ենք, որ մարդուն չնեղացնենք, չվշտացնենք, ինչ որտեղ չխոցենք, բայց արդյոք մտածում ենք, որ այտենց անելով էլ չի լինի, ինչ որտեղ եթե մարդը մեղք է գործում կամ սխալ է գործում, որ եկեղեցուն դեմ է, Աստծուն անունը չի փառավորում, իր նկատմամբ ոնց խոսենք։ Այստեղ առաքյալն ասում է, որ կարող ես դու հանդիմանել, սաստել, խրատել եւ սովորեցնել հեզության հոգիով։ Հանդիմանել, սաստելը մեր հայերիս մեջ առաջի տեղերում է գտնվում։ Մենք շատ ավելի շատ սիրում ենք մարդուն այտենց նեղացնենք կամ ինչ որտեղ երեսով տալ ամեն բանը, բայց մեղմ խոսալ, սիրով խոսալ, նույնիսկ չխոսել, այս սրա մեջ մենք մի քիչ թույլ ենք։ Ես կուզեմ, որ այսօր տեղերը փոխվի։ Ավելի շատ լռությամբ կարողանանք խոսքը փոխանցել, քան թե վիրավորելով, նեղացնելով։ Եվ այստեղ նաև արտության համար ասում է դու ամեն բանի մեջ արթուն կեցիր։ Նեղություններուն համբերիր, ավետարանչի գործ գործե ու պաշտոնդ կատարե։ Այսինքն քո առաքելությունը, որ դու ամեն բանի մեջ արթուն լինես։ Նեղության ժամանակ համբերես, մեզի շատ պետք է, որտեվ մենք նեղության ժամանակ չենք համբերում, ընդհակառակը ըմբոստանում ենք, որ ոգվում ենք եւ նաեւ շատ, ասենք, վատ արարքներ ենք թույլ տալիս, որտեվ ես արդեն, ասում եմ, զոհ լինելու նվիրված եմ ու մեկնելուց ժամանակը հասել է։ Հետարքիր է բոլորն են զգում իրանց գնալու ժամանակը։ Չգիտեմ, ես կարող գիտության ապացուցելու բան է, բայց հոգևոր աշխարհում չգիտեմ, էդի ոնց է արտահայտվում։ Այստեղ Պողոս առաքյալը գրում է բաներ, որոնք մի որոշ ժամանակ հետո դառնում են իրականություն։ Սա մարգարեություն է, հայտնություն է, թե զգացողություն է, որովհետև պարզվում է, որ երկրորդ թուղթը Տիմոթեոսին ուղված Պողոս առաքյալի վերջին նամակն է բանտից, վերջի, ու դրանից հետո էլ նամակ չի գրել, այսինքն սա խոսում են մասին, որ իր այս խոսքը 6-րդ համարն ասում է, արդեն զոհ լինելու նվիրված է եւ իմ մեկնելուս ժամանակը հասել է, բայց ասում է, ես բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, սրանից հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցանի ինձի այն օրը։ Արդարության դատավորը եւ արդար դատավորը պիտի հատուցանի ինձի այն օրը։ Արդարության պսակ։ Ինչպիսին է այդ պսակը։ Մարդկությանը երևի որոշներին հայտնի է, որոշները եզրակացնում են, որոշներին հայտնի չի, բայց այդ ժամանակները երևի մեր ժամանակներում էլ հիմա որ ես միտք ասեմ, դուք կարող եք պատկերացնել, ուրեմն արմավենուց այտենց պսակներ էին հյուսում, արմավենու ճյուղերից, դափնե պսակներ էին, որ մրցումներին, բաներին, մասնակիցներին նրանց գլխին էին դնում, այդպես ասեմ։ Այսօր եկա չէ, որ սպորտսմենները, երբ որ գալիս են խոսքի դիմավորում են Հայաստանում մեր սպորտսմեններին, որ դրսից շահել են մեդալներ, նրանց էլ այդ դափնե պսակներից տալիս են ի նշան հաղթանակի։ Եվ Պողոսն ասում է, որ այդ պսակը Տերը պատրաստել է ինձ համար։ Եվ շարունակ, եթե 8 համարի վերջի նախադասությունը չլներ, կպարզվեր, որ մենակ իրան էր տրված։ Բայց այստեղ շարունակության մեջ ասում է, ոչ միայն ինձի
հապա այն ամենուն, որ սիրեցին նրան հայտնվելը, որ սիրեցին նրան, որ պաշտեցին նրան, որ մնացին հավատարիմ նրան, որ ժամանակին եւ ժամանակից դուրս խոսեցին, քարոզեցին եւ ճշմարտության խոսքը պահեցին եւ ճշմարտության խոսքը փոխանցեցին, բոլոր նրանց սպասվում է այդ արդարության պսակը, որ Տերը պատրաստել է մեզ համար։ Այսօր մեր համար, բոլորիս համար այդ պսակը պատրաստված է։ Մնում է որ վերցնենք մենք, ինչպես վերցնենք։ Պիտի ապրենք հենց ոնց որ Աստծո խոսքն է ասում։ Ինչպես Աստծո խոսքն է ասում։ Առաջի Կորինթացիների 5-րդ գլուխ 10 համարը տեսեք մեզ ժամանակ առ ժամանակ թվում է որ Աստծո սերը ինչպես այսօր կան քարոզություններ որ Սիրող Աստված ոնց պիտի պատժի իր ժողովուրդը, ոնց պիտի դժոխք ուղարկի, միթե էդի սիրող Աստծո վարվեցողությունը, տարբեր տեսակի քարոզություններ կան։ Այսօր ամենավտանգավոր ժամանակներում ենք ապրում։ Կարող է ասածս մի քիչ խառն լինի, բայց դուք այդտենց հերթականությամբ կարողացեք վերցնել։ Մեր ժամանակներում տասնյակ ու հարյուրավոր ու հազարավոր քարոզներ կան, քարոզիչներ կան, ու ամենքն էլ պնդում են, որ իրանք ճիշտ են, որ իրանք ասածը ճշմարտություն է, որ իրանք հայտնություն ունեն, որ իրանք, չգիտեմ, բարգավաճություն ունեն։ Մեզ այս ժամանակների ապրողներից շատ դժվար է սինթեզ անել, ասենք քննել, քննության ենթարկել։ Որտեւ այնքան շատ են, որ մինչև այս մեկը քննում ես, այն մեկն է գալիս, այն մեկն է գալիս։ Ու միշտ խոսվում է Քրիստոսի ձրի փրկության մասին, բայց դատաստանի մասին շատ քիչ է խոսվում։ Որ Աստված սիրող հայր է, բայց շատ քիչ է խոսվում, որ ինքը նաև արդար դատավոր է, որ ինքը ոչ միայն պիտի մարդկությանը փրկի, այլ նաև պիտի դատի դատապարտի նրանց, ովքեր որ իր խոսքից դուրս են ապրում, ովքեր որ Աստծո խոսքը արհամարում են, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, դու որ իմ խոսքից քո հետևի կողմը գցեցիր, կգա ժամանակ որ դու պիտի կանչես ու ես պիտի ասեմ, որ ես քեզ չեմ ճանաչում, չեմ ճանաչել, ինչի, որովհետև դու անօրինություն ես գործում, քեզ թվում էր, որ օրինական է քո ասածը, քո արածը, քո քարոզածը, բայց քո արածը անօրինություն էր։ Եվ երկրորդ Կորինթացիների 5-րդ գլխի 10 համարը, որովհետև պետք է որ ամենք սալ Քրիստոսի ատյանին առջև ներկայանանք, որպեսզի ամեն մեկը իր մարմնով հրազդելու փոխարեն առնի, ինչ որ գործել է, թե բարի եւ թե չար։ Ուրեմն բոլորս էլ պիտի Քրիստոսի ատյանի առջև կանգնենք, եւ պիտի Աստված մեզի պիտի հատուցանի մեր արած գործերի համեմատ, թե բարի եւ թե չար։ Բարի համար Մատթեոս 25-րդ գլխի 33-34 համարում ասում է եւ արդարներին պիտի ասի արի բարի եւ հավատարիմ ծառա, իսկ անհավատներին ինչ պիտի ասի չար եւ ծույլ ծառա։ Հիմա այդ երկուսն էլ Տերը պիտի ասի մեր ապրած կյանքի արդյունքից ելնելով։ Մտածում ենք, երբ որ երիտասարդ էինք, այդ գրազները չէինք կարդում, ընդամենը ասում էինք այդ խոսքը։ Հիմա որ մի քիչ մեծացել ենք, արդեն մոռանում ենք, ինչ պիտի ասենք, դրա համար կարդում ենք շատ անգամ եւ երևի ժամանակն էլ մի քիչ շատ ենք ծախսում, բայց այսօր նոր սերունդ է աշխարհ եկել, ոչ թե եկել, այլ ասեն գործում են, որ իրանք արժանի փոխարինողներ կլինեն բոլոր մեծահասակներին, տարեցներին, որոնք իսկապես ժամանակն է, որպեսզի այդ սերնդափոխությունը կատարվի, ինչպես Պողոս առաքյալը վստահեց Տիմոթեոսին եւ հանձնեց եկեղեցու ընթացքը ժողովրդին, եկեղեցին հանձնեց Տիմոթեոսին, այնպես էլ մենք ժամանակն է, որպեսզի այդ սերնդափոխությունը շուտ կատարվի, որպեսզի Աստծո խոսքը ավելի առաջ գնա եւ
վարդապետությունը ու ճշմարտությունը պահվի։ Պողոս առաքյալն ասում է, որ ավետարանը քարոզեք ջանասիրաբար։ Այսինքն ջանքով, սիրով, քաղցությամբ, աշխուժությամբ, էներգիայով, հենց այնց իմի չալոս չլնի, այսինքն մարդու սրտից դուրս գա այդ խոսքը, մարդու ներսից դուրս գա այդ խոսքը, անհանգստությունը օգնում է, որպեսզի մարդկանց, տեսեք, այնքան կորսված հոգիներ կան մեր շրջապատում, որ նայում ենք, ինչպես ենք նայում, անտարբեր ենք անցնում նրանց կողքով, սրտներս ցավում է, թե չի ցավում, կամ մեր սրտի մեջ ասում ենք Տեր Աստված, ողորմությունները, մի եղբայր ասում էր, ինչքան այս բաժարիների ու մեկ է շտապօգնության այս սերենաների ձայն եմ լսում, ասում եմ Տեր Աստված օգնի, որ հասնեն ու ողորմություն անեն։ Այսինքն սա խոսում է, որ մարդու սրտի մեջ, մարդու կորուստի համար ցավ կա, որ չի ցանկանում, որ այդ մարդը կորսվի, թեկուզ կարող է շատ ծանր վիճակի մեջ է, ու այս աղոթքը Աստված լսում է, հավատում եք, Աստված լսում է ամեն աղոթ, տեսեք, որ մեր ամեն գործերը, մեր ամեն քայլերը Աստված գիտի, եւ բոլորովին այնպես չի, որ մենք մտածում ենք, թե ինչի սենց եղավ, այլ Աստված գիտի, ինչի այդ բանը տենց եղավ։ Մեկ Էդարկիր պատմություն կա, ուղղակի հիշեցի, այլաբանորեն մի ասես պատմություն կա, ասում է երկու հրեշտակ, մեկը տարեց, մեկը երիտասարդ, ճանապարհ են գնում, ու մեկ էլ մութը վրա է հասնում, հենց առաջի դուռը ծեծում են, մեծահարուստի տուն է լինում, մտնում են ներս, ասում են տեղ կտակ մեզ, այդ մեծահարուստը հա, պատվալում մեծ սարը տեղ, մեծ սենց անկյուն, ասում է այդ տեղը կարամ տամ ձեզի, որպեսզի մնաք։ Վերջը, պարկում են քնելու, մեկ էլ այդ մեծ հրեշտակի հայացքը ընկնում է պատի վրա մեծ ճեղք ա լինում այտենց, բացվածք։ Ելնում, այս ճեղքը փակում, սիրուն հարթեցնում, ամեն բանը տեղը տեղին գալի պարկում է։ Առավոտը վեր են կենում ու գնում են։ Գնում են, երբ որ գիշերը նորից վրա է հասնում, նորից մեկի դուռն է ծեծում, մի հատ աղքատ մարդու դուռ են ծեծում, շատ ուրախանում են ամուսիններով։ Իրանց բերում, նստեցնում, իրանց ունեցածով կերակրում են ու ամենալավ տեղեր են տալու։ Իրանց տեղերը տալիս են այս հրեշտակներին, պատիվ են անում։ Առավոտը արթնանում են, տենում են, այդ ամուսինները լացում են, ողբում են։ Հարցնում են ինչ է եղել, այդ երիտասարդ հրեշտակ, ասում է, բա մի հատ կով ունենք մեր ապրուսներ, դրանով ենք մենք ապրում, առավոտ էլանք տեսանք սատկելը։ Այդ երիտասարդ հրեշտակը, այդ տարեց հրեշտակին ասում է, այն մարդու այդ պատի ճեղքը, անհանգստացար էլար սարքիր, բայց մարդու այդ ունեցածը հնարավոր չէր, որ ունենց անեիր, որ կովը չսատկեր, ասում է ամեն բան անես չի, ոնց որ դու մտածում ես։ Այսօր ամեն բան անես չի, որ մենք մտածում ենք, Աստված իր ծրագրերն ունի, թե մի պահ հետո ինչ ալու, վաղ ինչ ալու, այնպիսօր ինչ անելու։ Ու բացատրում է, ասում է, այն հարուստի այն պատը, որ ճեղք ուներ, ասում է, այդ պատի մեջ լրիվ ոսկիներ էր լցած։ Այդ մարդը չգիտեր, ես էլ փակեցի, որ ընդհանրապես չիմանա տեղը, որովհետև ինքը շատ ժլատ ու սենց վատ վերաբերվավ մեր հետ։ Դամար փակեցի ընդհանրապես։ Ասում է, բայց ես աղքատների կով, որ սատկավ, ասում է, հրեշտակն եկել էր հարվածող հրեշտակը, որ կնոջը տաներ։ Ես կովը տվեցի կնոջ տեղը։ Հիմա ամեն բանը նես չի, էլի որ դու մտածում եք։ Աստծո ծրագրերը լրիվ ուրիշ են, Աստծո նպատակները լրիվ ուրիշ են։ Ու եթե մենք այսօր ունենք այս հնարավորությունը, որ այս հանգիստ խաղաղ, այս լավ միջավայրում նստած լսում ենք Աստծո խոսքը եւ շատերս էլ արդեն ննջում ենք, թե ինչի չգիտեմ, լույսը նոր է բացվել, բայց բոլոր բաները նես չի, որ մենք մտածում ենք։ Մենք չգիտենք վաղը ինչ անելու։ Եթե ունենք ուտելու հաց, փառտանք Աստծուն, որտեղ մարդիկ կան, այսօր սովամահ են։ Եթե քնելու տեղ ունենք, փառտանք Աստծուն, որտեղ հազարավոր մարդիկ այսօր անտուն են։ Հələ նայեք աշխարհի վրա ինչքան պատերազմներ կան։
Ինչքան կռիվներ կան եւ ինչքան մարդիկ այսօր իրանց զոհերի ոսկորների համար անգամ ցույցեր են անում, պատերազմում են ոսկորի համար։ Ոչ թե վիրավորի, այլ ոսկորի համար, որ ոսկորները տվեք տանենք, բայց մենք այսօր փառք Աստծո, ամեն բանի մեջ, որ ասում է, ամեն բանի մեջ ծփում ենք։ Եկեք շնորհակալ լինենք Աստծո, ժողովուրդ ջան։ Եկեք հնազանդվենք Աստծո խոսքին եւ այդ հորդորները, որ Պողոս առաքյալը ուղում է մեզ, մենք մեր ականջի հետևը չգցենք, այլ մենք իսկապես ավետանի խոսքը փոխանցենք մարդկանց, որոնք այսօր դրա կարիքի շատ ունեն։ Փոխանցենք մարդկանց, որովհետև չփոխանցելու համար մի օր այս մարդկանց նաև հետ պատասխանատվություն են կրելու։ Պիտի ասի Աստված անպայման։ Այն բոլոր բաները այնպես չի, ոնց որ մենք պատկերացնում ենք, ասենք շրջանցենք կգնանք, Աստծո շրջանցել չկա։ Մարդուց կարա շրջանցել, իշխանությունից կարա շրջանցել, բայց Աստծուց երբեք չես կարող շրջանցել։ Չգիտեմ, երևի այսքանն էի ուզում ասեի, ներող կլնեք, որովհետև երբ որ մտքիդ մեջ շատ բան կա ասելու, բայց չես կարողանում լրիվ արտահայտես, այդ մնացածը թող Աստծո հոգին բերի ձեր սրտերի մեջ, ձեր հոգիների մեջ, ձեր կյանքի մեջ։ Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր է, ժողովուրդ ջան։ Ելնենք հավատարիմ զավակներ Աստծո։ Եկեք չմտածենք, որ այս բանը, այս ծառայությունը, այս եղբայրը պետք է անի, իր վրա է այդ պարտականությունը։ Այո, ծառայողի վրա իր պարտականություն ունի, լսողի վրա իր պարտականություններ ունեն եւ ամեն մեկս այս տան մեջ անելիք գործ ունենք եւ ամեն բան չի ինես, որ մենք մտածում ենք։ Աստծո ճամփաները մեր ճամփաները չեն։ Եվ Աստծո ուզածը մեր ուզածը չի։ Մեր ուզածը մեծ իմաստամբ մարմնավոր բաներ են։ Իսկ Աստծո ուզածը մեր մարմնավոր կյանքից այս մարմնավորությունը հեռացնելը եւ հոգեվոր բաներն են։ Իրար օգնելու, իրար հասնելու, իրար ձեռք մեկնելու, իրար սատար լինելու։ Կարող է ես այնքան չեմ հասկանում, ինչքան դու ես հասկանում, բայց իմ հետ մի վերաբերվիր այնպես, որ քո իմացածդ ամենաշատն է։ Քեզնից էլ ավելի շատ իմացողներ կան, չէ՞։ Ու սենց նայեք աստիճանաբար կա։ Ասենք եթե 1-ից մինչև 100, այդ բոլոր չափանիշներով մարդիկ կան։ Եթե սենց սկսենք իրար նկատմամբ սենց լինենք, մենք կլինենք մի հատ Բաբելոնի նման մի հատ բան կլինենք, կառույց կլինենք։ Բայց ավետարանի խոսքն ասում է մեկից մեկ ձեր անձերից բարձր համարեք։ Շատ մեծ շնորհք է, երբ որ մեկը իր դիմացինի իրանից բարձր համարի, ոչ թե հենց այնպես բարերով ասի, այլ կյանքում տեղ տա, խորհուրդ անի, լսի նրան։ Մենք շատ ժամանակ մեր դիմացինին չենք էլ լսում։ Երբ որ չես լսում, նշանակում է նրան անտեսում ես, արհամարում ես, բանի տեղ չես դնում, այդպես ասեմ։ Բայց որ լսում ես, նշանակում է դու բարձր աստիճան ունես, որովհետև ավելի մեծ շնորհք է լսելը, քան թե խոսելը։ Ամեն մարդ կարա մի բան ասի, բայց լսելու շնորհք շատ քչերս ունենք։ Մանավանդ մեր հայերը, բոլորը սովորեցնող են։ Բոլորս, հիմա որ խոսած մեկի չէ, այնպես բաներ կխոսա, ուղղակի սուս մնաս, որ ժամանակը դիզ ուտեղը չվատնես։ Հետո այդ օվկիանոսի վրայից ովքեր որ անցնում են, դառնում են ուսուցիչներ, տեղացիները դառնում են աշակերտից ցածր։ Չլսեցինք, որ օվկիանոսից էյանից մարդիկ գանստե ասեն ենք եկել եք մի հատ էլ մենք լսենք։ Չկա դες բան։ Մենք լսող ենք, էլի լսող ենք, բոլորին լսենք, բայց բոլորի ասածը չանենք, լսենք ու քննենք մեր լսածը, որպեսզի չլի թե շփոթվենք, որպեսզի այդ կենաց պսակին մենք տերը լինենք, որովհետև ասում է ոչ միայն ինձի է այդ պսակը հասնում, հապա այն ամենուն, որ սիրեցին նրա հայտնվելը, որ սիրեցին նրա հայտնվելը, ովքեր խոնարհվեցին այդ խոսքի առաջ, ովքեր պահեցին այդ խոսքը, ովքեր փոխանցեցին այդ խոսքը անարատ եւ հոգիների փրկության պատճառ եղան։ Այդ բոլորին այդ պսակը պատրաստված է։ Պողոս առաքյալը միտեղ ասում է, մրցավազքի մեջ վազողները բոլորն են վազում։ Բայց ընդամենը մի հոգի է առնում այդ պսակը, ով որ առաջինն է հատում այդ սահմանը։
Հենց հատում է այդ պսակը իր վզին են անցկացնում, կամ մեդալը կախում են դոշից։ Բայց ասում է մենք բոլորս, եթե մինչև վերջ հավատարի մնանք, այդ պսակը ընդունել ենք։ Տեսեք, ինչքան մեծ է Աստծո սերը ու ողորմությունը շնորհքը, որ մեզ բոլորիս տալիս է, եթե մենք իր խոսքը պահենք ու կատարենք, չէ՞։ Թողտերը փառավորվի, ժողովուրդ ջան։ Եկեք ոտքի կանգնենք, բավարարվենք այսօր այս կանով երկրորդ մասում եղբայրը խոսի հաղորդության մասին, նրա նշանակության, կարևորության մասին։ Եկեք շնորհակալություն հայտնենք, մենակ ասենք շնորհակալ ենք քեզանից, Հայր մեր։ Գոհանում ենք քեզանից, սիրելի Փրկիչ, որ դու հավատարիմ զավակների միջոցով քո խոսքդ փոխանցեցիր մինչև մեր օրերը եւ մեզի այսօր լսելու ականջս տալի, որ լսենք քո խոսքդ, պահենք ու ապրենք դրա մեջ, Հայր մեր, խոնարհվում ենք քո խոսքիդ առջև, սիրում ենք քեզ, Տեր Հիսուս, օգնիր Տեր, որպեսզի մինչև վերջ հավատարիմ մնանք քեզ, ոչ մեկին չդատենք, չբամբասենք, իրանց պաշտամունքի համար, եթե դու ընդունում ես, մենք ով ենք, որ չընդունենք, Տեր Աստված, բայց մեզի պահիր քո սուրբ ճշմարտության մեջ, ավետանիդ վարդապետության մեջ, մենք սիրում ենք քո հայտնվելը, մենք սիրում ենք, որ դու եկար, որ խաչվեցիր, որ թաղվեցիր ու հարություն առար ու այսօր էլ մեր համար բարեխոսում ես, փառք ենք տալիս քեզ, այս ժողովրդի համար փառք ենք տալիս, խնդրում ենք Տեր նաև ներես մեր բոլոր մեղքերն ու անցանքները, մեր սխալները, մեր թերությունները, այս մարմնի մեջ ամեն տեսակի բաներ կան, բայց մենք շատ բաներ չիմանալով, չուզենալով ենք անում, ների՛ր մեզի, Հայր, ների՛ր ու ողորմ է մեզի, մենք ուզում ենք Տեր Աստված, որ ազատ լինենք, մենք ուզում ենք Տեր, որ անկախ լինենք, այս մեղքի ծանրությունից և քո հետ մեր կապը ավելի ամրանա, որ մենք ամուր բռնենք ճշմարտությունը ու երբեք բաց չթողնենք։ Եվ դու խոստացել ես, որ մինչև վերջ մեզ հետ ես լինելու, մինչև աշխարհիս վերջը։ Նաև խնդրում եմ օրհնես հավաքույթի երկրորդ մասը, հաղորդության մասը, օրհնես Գեղամ եղբորը Տեր, որ պիտի անցկացնի եւ քո ժողովրդին պատրաստես, ամեն մեկի սրտի հետ խոսես, որ ոչ մի բան չմնա մեր սրտի մեջ, Հայր, այլ խոստովանած, մաքրված, արդարացված, սրբված, քո սուրբ սեղանին մասնակից լինենք, ոչ թե դատապարտության համար, այլ օրհնության համար, փառք քեզի, շնորհակալ ենք, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով խնդրեցինք, որ փառավորվես հավիտյանս, հավիտենից, ամեն։ Փառք Աստծուն, ամեն բանի համար շնորհակալ ենք։ Մի հատ աղոթ պետք է անենք, սիրելի եղբայրներ, քույրեր, թող մեր Հովիկ եղբայրը Եվանի քույրիկ գան ստեղ։ Դու լարի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մեր Հովանես եղբայրը Եվանի քույրիկը երկար ժամանակ դեում են, ծառայում են եւ խոսքով եւ երգով եւ իրանց ընթացքով ծառայում են։ Ուզում ներկայացնեմ, որ որոշները կարող է գիտեն, որոշները չեն իմանում։ Մեր Հովանես եղբայրը ձեռնադրված երեց եղբայրը։ Ինքը իր կյանքում դժվարություններ անցավ։ Բայց ես իր այդ խոսել եմ, ասում եմ, ես որոշել եմ այստեղ միասին Աստծուն պաշտենք։ Այստեղ եմ որոշել, այստեղ եմ գտել իմ խաղաղությունը եւ այստեղ եմ գտել Աստծո օրհնությունը։ Մենք էլ իրանց համար աղոթ կանենք, Աստված իր ծառայությունը թող ավելի օրհնի,
Աստծո օրհնությունը լինի իր ընտանիքի մեջ, իր կյանքը ավելի նվիրված, այո, ինքը դժվար ճանապարհներ անցավ։ Աստված թող իրան օրհնի, ավելի շնորհ տա, ավելի Աստծո օրհնություն իր վրա, իր ընտանիքի վրա լինի։ Աղոթենք։ Սիրելի այր, շնորհակալ ենք քեզ անից քո զավակներիդ համար։ Դու ամեն բան գիտես։ Եվ մենք հանձնում ենք քեզ ամբողջովին վստահելով քո սուրբ խոսքին Տեր, փառքեզի։ Մեր հովիկ եղբորը անի քրոջը քո սուրբ ձեռքերիդ մեջ պահես ու պաշտպանես եւ օրհնես ծառայության մեջ քո ժողովրդին ծառայելու Հիսուսի անունով։ Հալելույա, փառքեզի Տեր։ Քո հայրական օրհնությունը, զորությունը եւ իշխանությունը քո զավակիդ վրա լինի։ Հիսուսի անունով խնդրեցինք։ Ամեն։ Ամեն։ Երրորդ։ Ամեն։ Շնորհքով լսնի, դեր ծառայության մեջ հավատարիմ